Պարոն Փաշինյան, ընտրություններին մասնակցած 7 քաղաքական ուժեր դիմել են Սահմանադրական դատարան, վաղը արդեն այդ միասնական հայցով քննարկում տեղի ունենալու, նրանք համարում են, որ այս ընտրությունները կեղծված են, ոչ լեգիտիմ են եւ դա բողոքարկում են Սահմանադրական դատարան, ինչպիսին է իշխող քաղաքացիական ուժի կամ այս դեպքում ձեր անձնական տեսակետը ընտրությունների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի արձագանքների հետ կապված, արդյոք չունեք մտավախություն, որ Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքները կհամարի չեղյալ եւ նոր ընտրություններ կնշանակվեն, սա որպես առաջին հարց եւ երկրորդ հարց, նաեւ ըստ էության նոր կաբինետ պետք է ձևավորվի, դուք ինչպիսի փոփոխություններ եք պատրաստվում գնալ, արմատական փոփոխություններ լինելու է արդյոք գործադիրի կազմում եւ նաեւ նոր ազգային ժողովի նոր նախագահի հետ կապված մամուլում 3 անուն է շրջանառվում գործող նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ Հայկ Կոնջորյանի խմբակցության ղեկավարի ձեր անձնական տեսակետը այս 3 անձանցից դուք կցանկանայիք տեսնել ազգային ժողովի նախագահի պաշտոնում, շնորհակալություն։ Սահմանադրական դատարանի գործընթացի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ անի, որովհետև կոռեկտ չէ։ Այսինքն մենք մեր դիրքորոշումները, մեր ներկայացուցիչները ներկայացնեն Սահմանադրական դատարանում, ինչ վերաբերում է լեգիտիմությանը եւ օրինականությանը, լեգիտիմությանը, ես ուզում եմ մենք անդադ չմոռանանք, որ լեգիտիմության մեկ աղբյուր կա, այդ ժողովուրդն է։ Ժողովուրդն է գնահատում իր ընտրությունը տեղի է ունեցել, թե իր ընտրությունը տեղի չի ունեցել։ Եթե որևէ մեկը դիտելու գոնե բավարար հմտություն ունի, անզեն աչքով կնկատի, որ ժողովուրդը արձանագրել է, որ իր ընտրությունը տեղի է ունեցել եւ իր ընտրությունը արձանագրվել է ընտրությունների պաշտոնական արդյունքներով։ Մնացածը արդեն մեր դիրքորոշումներով հանդես կգան մեր թիմի ներկայացուցիչները Սահմանադրական դատարանում, որովհետեւ ես գրություն եմ ստացել Սահմանադրական դատարանից, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներգրավել է որպես երրորդ կողմ, եթե չեմ սխալվում, այդպես է կոչվում։ Ազգային ժողովի նախագահի տեխնացուի ընտրության հետ կապված ես իմ մոտեցումները չեմ հայտնի, ելի նույն նկատառումով, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում են կայացվելու առաջադրված տեխնացուներից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը եւ ով որ կընտրվի դրա մասին ենթադրում եմ կլինի հանրային իրազեկում։ Այսինքն մեր պլանը այս է, որ այսօրվա նիստում այդ հարցով մենք պետք է լսենք տեխնացուներին, հարցեր տանք, մտքեր փոխանակենք եւ որոշում կայացնենք։ Ես իմ քվեարկությունը կանեմ փակ գաղտնի ռեժիմով, ինչպես նաեւ մյուս գործընկերները։ Բաժանորդագրվեք Արմպուլսեյմի սոցիալական ցանցերում։